Երրորդ թագավորացի գրեթե կեսը կարդում ենք Սողոմոնի մասին, Դավիթի որդի, որից հետո բեմա բարձանում մեծն Եղիա մարգարեն, որ փակում է երկինքը, հետո բացում է երկինքը, հետո անձրև է տեղում, հետո ինքը պայքարում է Բահաղի սուտ մարգարեների դեմ, երկնքից կրակ է իջնում, լափում է այդ զոհասեղանը ու երկիրը, հողը, որ ջրով ներծծված էր, հետո այդ փառավոր հաղթանակը անցնում է ու Եղիան թագավորի կնոջ վախից փախնում է, Տերը խոսում է նրա այդ քարանձավում, սիրելի հատվածներ են, այս բոլորը, հայտնի պատմություններ են աստվածաշնչյան հերոսների մասին, ու որտեղ կա հերոսը, Ստեղ մեր հերոսը Եղիան են, դեղ էլ կա հակահերոսը։ Դուք նկատել եք, որ հերոսի մասին խոսելուց, մենք ուզած թե չուզած միշտ խոսում ենք հակահերոսի մասին։ Դավիթ Գողիաթ կամ Դավիթ Սավուղ, Հակոբ Եսավ, Մովսես Փարավոն, Հովսեփ եղբայրներ, Փեսա Զոքանչ։ Ոստեղ ամեն արդեն մեկը թող որոշի ով է հերոսը, ով է հակահերոսը։ Այս շարքը կարելի է երկար շարունակել։ Ով էր Եղիայի հակահերոսը։ Եղիայի հակահերոսը այն թագավորն էր, որի կնոջ ահից Եղիան փախնում է ու թաքնվում է քարանձավում։ Դա Աքաբ թագավորն էր, որը շատ նորմալ, իսկական տեղին հակահերոս էր։ Ի տարբերություն Եղիայի, Աքաբը գիտեր Աստծո մասին, բայց չէր հավատում, իր հեթանոս կնոջ կուռքերին էր հավատում։ Զոհեր էր մատուցում այդ կուռքերին, ինքը հրեա էր, բայց հալածում էր Յահվեին հավատացողներին։ Ու ինչ է անում Աստված այս մարդուն, օրհնում է։ Այո, Աստված օրհնում է իր մարգարեի հակառակորդին, օրհնում է իր թշնամուն, ով փորձում է իր անունը արմատախիլ անել Իսրայելից։ Աստված նման մարդուն օրհնում է, ոչ մեկ անգամ։ Աստված Աքաբին օրհնում է 2 անգամ, եթե ոչ ավել։ Աստված Աքաբին օրհնում է նրանով, որ թույլ չի տալիս, որ թագավորը կորցնի։ Երրորդ թագավորաց 20-րդ գլխում կարդում ենք, որ ասորիների թագավոր Բենադադը պաշարում է Իսրայելի մայրաքաղաքը Սամարյան ու պահանջում, որ Աքաբը իր ունեցած արծաթե ոսկին կանանց ու զավակներին տա իրեն։ Աքաբը ճար չունենալով ասում է կտամ, բայց վերջին պահին Բենադադը, երբ որ իր ծառաներին ուղարկում է այդ ամենը վերցնելու, ասում է նաև իմ ծառաները պիտի վերցնեն այն, ինչ ուզում են։ Աքաբը այս մի բանին չի համաձայնվում ու կողմերը պատրաստվում են պատերազմի։ 13-րդ խոսքում կարդում ենք, որ մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաբ թագավորին ու ասաց. այսպես է ասում Տերը, այս ամբողջ մեծ ամբոխը տեսար, ահա ես իրենց քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը։ Աքաբը ջարդում է ասորիներին ու լսում է ևս մեկ անգամ այս մարգարեին, այդ նույն մարգարեն զգուշացնում է, ասում է, որ հաջորդ տարի պատրաստվի պատերազմի, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա։ Բնական ասորիները չհասկացան, ոնց կարող էր Իսրայելը իր 7000-անոց փոքր զորքով իրենց հաղթել, ու իրենք մտածեցին ու իրենց թագավորին Բենադադին մի հատ հանճարեղ միտք ասեցին, ասեցին նրանց աստվածները, հրեաների աստվածները, սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ։ Երևի պատերազմը բլուրների վրա էր եղել, ասում է ինքը սարերի աստված է, մենք պարտվեցինք։ Բայց եթե Իսրայելի դեմ պատերազմենք հովտի մեջ, ցածր վայրում, մենք անշուշտ կհաղթենք նրանց։ Շատ լավ։ Նույն մարգարեն, որ նախորդ տարի Իսրայելի ուրացող ու հեթանոս Աստծուն մերժող թագավորին ասել էր հաղթանակի մասին ու զգուշացրել էր մյուս տարվա հարձակման մասին, այս անգամ էլ է խոսում Աքաբին։ Եվ Աստծո մարդը մոտեցավ եւ ասաց Իսրայելի թագավորին. այսպես է ասում Տերը, որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է ու ոչ թե հովիտների Աստված է նա,
դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք իմանաք, որ ես եմ Տերը։ Երկրորդ անգամ էլ է Աքաբը հաղթում Բենհադադին։ Աստված առնվազն 2 անգամ այնպես է անում, որ Աքաբը չկորցնի։ Չկորցնի իր իշխանությունը, չկորցնի իր ունեցվածքը, իր երկիրը, ընտանիքը։ Աքաբին, որ իրեն ուրացել էր, մոռացել էր, թողել էր, թեև գիտեր իր մասին, բայց չէր հավատում, լսում էր իր հեթանոս կնոջը, բայց Տերը օրհնեց նրան ու 2 անգամ փրկեց պարտությունից ավելին, նրան ջախջախիչ հաղթանակ պարգևելով։ Աքաբ ասորիները թող մտածեն, որ ես սարերի Աստված եմ, որ ես հովիտների Աստված եմ, թող մտածեն, որ ես այս կամ այն բանի Աստվածն եմ, իրենց թագավորի անվան նման, Բենհադադ, Փոթորիկի ու Ամպրոպի Ադադ Աստծո որդին, ինչ ուզում են թող մտածեն, բայց դու, Աքաբ, դու մոռացել ես, թե ես ով եմ, ու դու պիտի իմանաս, պիտի գիտենաս, պիտի հասկանաս, թե ես ով եմ։ Մարգարեն հենց դա է ասում, երբ 2 անգամ դիմում է թագավորին, առաջին անգամ ասում է, որ դու իմանաս, թե ես եմ Տերը, երկրորդ անգամ ասում է, որ դուք իմանաք, որ ես եմ Տերը։ Սար, հովիտ, ձոր, մատուր, շենք, սրբիդուր, սուրբ վայր, սրբատեղի, ուխտատեղ, օֆիս, այդ ամենը մոռացի Աքաբ, որ դու իմանաս ու որ դուք իմանաք, որ ես եմ, եբրայերեն Յահվե։ Աստված իրեն ճանաչել չուզողին 2 անգամ ասում է, հիշացնում է, թե ով է ինքը, ես եմ։ Ինչ ասեց Տերը Մովսեսին, երբ որ հայտնվեց իրեն, ես եմ, որ եմ։ Եբրայերենով նույն բառերն են, Յահվե։ Ինչ պատասխանեց Հիսուսը իրեն հարցաքննող քահանաներին, երբ որ հարցրին, դու ես Աստծո որդին։ Հիսուսը ասաց, դուք եք ասում, որ ես եմ, Յահվե։ Դուք եք ասում, որ Յահվե։ Աքաբը կամովին իր որոշումով, իր ընտրությամբ մոռացել էր, ինքը ուզեցել էր մոռանալ, թե ով է իր հայրերի Աստվածը։ Նա ոչ միայն սարերի, ոչ միայն հովիտների, նա ոչ միայն Երուսաղեմի, նա ոչ միայն Դավիթի, այլ ամբողջ երկրի Աստվածն է, ոնց որ Սաղմոս 24-ն է ասում, Տիրոջն է երկիրը եւ նրա լիությունը։ Բայց միայն սա չէր, որ Աստված ուզում էր, որ Աքաբը գիտակցեր։ Աքաբը մոռացել էր, թե ով է Աստված ամենասկզբից, ով է եղել միշտ, ով է այդ Աստվածը հիմա ու ով է լինելու հավիտյան։ Այն Աստված, որ նույն է երեկ, այսօր ու հավիտյան։ Նա այն Աստվածն է, որ քայլեց Ադամի հետ, նա այն Աստվածն է, որ իջավ Իսրայելի մեջ, նա այն Աստվածն է, որ անապատում ասել էր Իսրայելին ու մինչև օրս ասում է հետևյալը. Ինձ համար մի սրբարան թող շինեն, որ բնակվեմ իրենց մեջ։ Մեր Աստված իր ժողովրդի մեջ բնակվող Աստված է։ Նա այդ Աստվածն է։ Ու ինքը այդ անունով է ուզում հայտնի լինել։ Աքաբ, ոչ ես ոչ սարերի Աստվածն եմ, ոչ հովիտների Աստվածն եմ, ես ամբողջ երկրի Աստվածն եմ, Աքաբ։ Այո, ես եւ հովիտների Աստվածն եմ, եւ սարերի Աստվածն եմ, բայց ամենից առավել ես իմ ժողովրդի մեջ բնակվող Աստվածն եմ։ Ասորիների Ադադը իրենց թող մնա, թող իր երազներում իշխի Փոթորիկի ամպրոպների վրա, բայց ես իմ ժողովրդի մեջ բնակվող Աստվածն եմ։ Ու դրանով թող հայտնի լինեմ, որ դու իմանաս, որ ես եմ այն մեկը, որ ասել եմ Մովսեսին, ասել եմ քո հայրերին, ու մինչև հիմա ասում եմ, որ բնակվեմ իրենց մեջ։ Հիմա այս մոտ 3000-ամյակի այս դարերի բարձունքից նայենք այս ամեն ինչին ու տեսնենք, թե մենք սովորաբար ոնց ենք ընկալում Աստծուն։ Այո, ես խաղաղության, օրհնության, բժշկության, ազատագրման, լեցունության Աստվածն եմ։ Այն ինչ շատերը այդպես գիտեն։
Հովիտների Աստվածա չէ, ինքը բարգավաճման Աստվածա, չէ, ինքը աղքատության Աստվածա, ինքը սարերի Աստվածա, չէ, ինքը համեստության Աստվածա, չէ, ինքը բժշկության Աստվածա, չէ, ինքը ինքնիշխանության Աստվածա։ Այո, ես այդ ամենն եմ, բայց իմ ժողովուրդը մի բան պիտի իմանա, ես իմ ժողովրդի մեջ բնակվող Աստված եմ։ Երբևէ որևէ բան կորցրած կաք, կամ երբևէ ձեզնից ինչ-որ բան գողացել են, ցանկացած կորուստ, լինի դա իր, որ էլ չկա ձեր կյանքում, իրականում դրա ներկայության բացակայությունն է, դրա ներկայության կորուստն է։ Երբ որ դուք զրկվում եք ինչ-որ մի իրողության ներկայությունից, երբ որ այդ իրը չկա, դուք զրկվել եք այդ իրի ներկայությունից ձեր կյանքում, դուք կորցրել եք դրա ներկայությունը։ Մահը ուղղակի մեր հարազատների կորուստը չի, դա իրենց ներկայության դադարումն է մեր կյանքում։ Ոմանք կորցնում են հարաբերություններ ու ցավալին է, որ մենք այլևս չենք ունենում այդ մարդու ներկայությունը մեր կյանքում, այն ներկայությունը, որ կուզեինք, որ լիներ։ Այս կորուստը, այդ ներկայությունից զրկվելը երբեմն շատ ողբերգական ու խորն է լինում։ Նաև նյութական կորուստը, ու մարդ կարող է այնքան վերապրել այդ նյութական կորուստը, որ կարող է իր առողջությանը ու կյանքին վնասել։ Մեր թվարկությունից առաջ 586 թվականին, երբ որ բաբելոնացիները գրավեցին Երուսաղեմը ու կործանեցին Աստծո տաճարը, հրեաները մի շատ կարևոր բան կորցրեցին։ Հրեաները կորցրեցին տաճարը ու ըստ էության իրանք կորցրեցին Աստծուն, որովհետև իրենց համար Աստծո ներկայությունը այդ տաճարի միջոցով էր, տաճարի զոհերով, ծեսերով, քահանաներով։ Եթե տաճարը չկար, Աստծո հետ այդ կապն էլ չկար։ Աստված ոչ թե վերացավ նրանց համար, կորավ, ուղղակի հրեաների համար Աստված կարծես այլևս հասանելի չէր։ Երբ որ ձեր տան ինտերնետի Wi-Fi սարքը չաշխատի, տանը կկորի այդ սարքով ապահովված ինտերնետը, բայց ինտերնետը ընդհանրապես չի կորի, միայն այդ սարքի սփռած ինտերնետը հասանելի չի լինի։ Այս առումով հրեաների ողբերգությունը մեծ էր։ Բա հիմա ինչպես է լինելու, որտեղ է մեր Աստված։ Իրականում այդ կապը, Աստծո ներկայությունը, իրանք հարյուրավոր տարիներ առաջ էին կորցրել։ Երբ որ Յահվեի հետ զուգահեռ սկսեցին պաշտել իրենց հարևան ազգերի օտար աստվածներին, ոնց որ տեսանք Հակաբի օրինակով։ Բայց Աստված բացառիկ է, ինքը բացառիկ է։ Աստված limited edition չի։ Աստված single edition է, եզակի։ Նրա նմանը չկա, ինքը բացառիկ է, իրան անհնար է կեղծել կամ կրկնօրինակել, մինչդեռ թշնամին շարունակում է փորձել հենց դա անել։ Թշնամին փորձում է կեղծել Աստծո ամենանվիրական, ամենաաստվածային, ամենայուրօրինակ ու անկրկնելի ասպեկտը։ Թշնամին փորձում է կեղծել իր ներկայությունը։ Եդեմում Ադամին Աստծո ներկայության փոխարեն առաջարկվեց սխալ նմանություն, Աստծո նման կլինեք։ Ու եթե այդ նմանությունը իրողություն դառնար, որը չէր դառնա, բայց իրենց պատկերացման մեջ, եթե այդ նմանությունը ստացվեր, լիներ, ապա Աստծո կարիքը չէր լինի։ Երբ որ մենք սովորում ենք դպրոցում, մենք ստանում ենք գիտելիքներ մեր ուսուցիչներից, ու քանի դեռ այդ գիտելիքները չեն լրացել, մենք մեր ուսուցիչների ներկայության կարիք ունենք։ Բայց երբ որ այդ գիտելիքը լրանում է, մենք այլևս ոչ դպրոցի, ոչ մեր ուսուցիչների կարիքը այլևս չունենք։ Եթե մարդն Աստծո նման լիներ, ապա ելում էր պետք լինելու Աստված։ Այնա ես Աստված եմ, ինչու է պետք է Աստծուն բանի տեղ դնել։ Թշնամին իրենից այն կողմ, իրենից առավել, իրենից ավելին որևէ բան չէր կարող առաջարկել Ադամին։ Ինքը Ադամին հորդորեց, համոզեց անել են, ինչն ինքն էր փորձեր անել։ Իրականում Սատանը ոչ թե փորձել էր նմանվել Աստծուն, այլ լինել Աստված։ Եսային ասում էր, որ Սատանայի նպատակը, միտքը հետևյալն էր, ասում էր, որ երկինք կելնեմ, իմ գահը կդնեմ Աստծո աստղերից վեր, կնստեմ աստվածների ժողովքի լեռանը
հյուսիսային ծայրամասում։ Այս նկարագրի սպառզը, որ դա Աստծո տեղն էր, որ դրանից այն կողմ, հյուսիսից այն կողմ կարծես էլ տեղ չկար, ամենաբարձրը, ասում էր, չէ, ես դրանից բարձր պիտի լինեմ։ Սատանային Աստծո ներկայությունը բավարար չէր։ Ինքն ուզում էր իր աթոռը ավելի բարձր դնել Աստծո աթոռից ու ինքը ուզում էր, որ Աստծուն նմանվելու հաշվին իրեն երկրպագեն։ Ու սատանայի փնտրածը հարաբերությունը չէր, այլ փառքը, որը բերելու էր նրան, որ մնացած բոլոր արարածներն էլ իրեն երկթարկվեին ու երկրպագեին։ Սատանայի իրականության մեջ Աստծո անձը փոխարինվել էր կարգավիճակով։ Փառքի արժանի մեկը ու ոչ թե մեկը, ում կարելի է սիրել։ Սատանան Աստծուն տեսնում էր որպես մեկի, ում ոչ թե սրտին կամ սիրուն էր նախանձում, այլ նրա փառքին։ Դրա համար Աստծո անձը այլևս նրա համար էական չէր։ Սատանայի ձգտումը Աստծո կարգավիճակն էր, Աստծո անհասանելի փառքը։ Երբ որ Աստծո ներկայությունը, Աստծո բուն անձը որևէ էակի չի բավարարում այլևս, լինի դա հրեշտակ, թե մարդ, այդ էակի ներսում ռևերս է տեղի ունենում, այդ էակը ներսով մահանում է։ Դրա համար հրեշտակապետերից մեկը դարձավ Սատանա, մյուսները դարձան դևեր, իսկ իրենց մեջ Աստծո հոգին ունեցող մարդիկ դարձան մեղավորներ։ Եփեսացիների մեջ, Ադամի մեջ մարդը կոչված է բարկության որդին էր։ Աստծո ներկայությունը մեր նման էակների ընդհանրապես ամբողջ արարչագործության, ճիշտ շարժման, ճիշտ ֆունկցիայի, նորմալ գործելու ու ապրելու էներգիան ու աղբյուրն է։ Երբ դա խախտվում է, ամեն ինչ խախտվում է։ Ու թեև այդ խախտումը մարդու արածի հետևանքով էր, բայց մարդը ինչքան էլ ցանկանար, չէր կարող հետ բերել Աստծո ներկայությունը։ Աստված վերադարձրեց դա, ու Տերը կարգավորեց այդ խախտումը։ Որովհետև բալանսը ընդհանրապես կյանքում կարևոր է, մեր բոլորի կյանքում։ Ասենք մեր տանը, երբ որ ինչ-որ բան խախտվում է բալանսից, չգիտեմ, ջուր է թափվում, խցանում է լինում, կամ տունն է ցրտում, հոսանք չի լինում, ու ողջ արարչագործությունը այս առումով, ոնց որ Պողոսն է գրում, ինքը սպասում է Աստծո որդիների բալանսին, Աստծո որդիների հայտնությանը։ Ու Աստվածը բերում այդ բալանսը, ինքն է բերում հավասարակշռությունը, ու ինքն է հանդես գալիս կարգավորման նախաձեռնությամբ։ Ու եթե Աստված չառաջարկեր, չբերեր, չհայտներ իր ներկայությունը, այդ բալանսը միշտ խախտված կմնար։ Աստված մի կողմից մարդուն վռնդեց Եդեմից, որպեսզի կյանքի ծառից ուտելով ինքը հավերժ չկորցներ մարդուն ու մարդ հավերժ մեղավոր չմնար, մյուս կողմից ինքը ապահովեց, որ մարդը հավերժ չկորցնի իր ներկայությունը, ու դա ապահովեց զոհի միջոցով։ Ադամի որդիները զոհեր էին մատուցում, Նոյը տապանից ելավ ու զոհ մատուցեց, Աստված Աբրահամին սովորացրեց սեղան կառուցել ու զոհ մատուցել, բայց մի կարևոր բան նկատենք։ Աստված Աբրահամին հայտնվեց առանց որևէ զոհի մատուցման, ինքը ուղղակի եկավ, կանգնեց ու սկսեց խոսել Աբրահամի հետ։ Աստված իր ներկայությունը առանց պայմանների հասանելի դարձրեց մարդուն։ Աստված նույնիսկ իջավ ամենամեղավոր վայրը, ինքը իջավ Սոդոմացիների մեջ։ Այսինքն Աստծո համար սուրբ, մեղավոր, ճիշտ, սխալ էական չի։ Ինքը իր ներկայությունը հասանելի է անում մարդուն։ Ու Տերը Մովսեսին ասաց, որ ես լսեցի իմ ժողովրդի աղաղակը ու իջա իրանց մեջ, իջա, որ թաթախվեմ իմ ժողովրդի իրականության մեջ։ Աստված անապատում իրեն հայտնեց որպես իր ժողովրդի մեջ բնակվող Աստված։
ու այդ Աստծո ժողովրդի մեջ բնակվելը դրսինների համար առնվազն 3 բանով էր երևում. դա ամպներ, դա կրակներ ու դա խորաններ, որտեղ նա վերջապես իր ժողովրդի մեջ բնակվելու տեղ ունեցավ։ Հետո այդ խորանը վերափոխվեց տաճարի, Աստված իր ժողովրդի մեջ բնակվող է, Աստված իր ներկայությունը շնորհող Աստված է։ Մինչդեռ Իսրայելը դա չգնահատեց ու այդ բալանսը չվերականգնվեց։ Այն ինչ որ դու չես գնահատում, հոժարես հեշտ կորցնելու։ Ու քեզ համար միևնույն է, դա կլինի, թե չի լինի։ Դա կարող է լինել նյութական արժեք, դա կարող է լինել հարաբերություն, դա կարող է լինել Աստված։ Իսրայելը կորցրեց Աստծո ներկայությունը, թե բովանդակային առումով դա շուտվանից էր կորցրել։ Բայց տաճարի կործանումով դա կարծես պաշտոնապես ամրագրվեց, որ Աստված հեռացավ Իսրայելից։ Իսրայելի մակարդակով Աստված վերացավ, թաքցրեց իրեն, բայց Աստված չվերացավ իր ճանաչողների կյանքից։ Դուք գիտեք, որ մարգարեական գրքերի մեծ մասը գրվել է հենց այս տաճարի կործանումից հետո, երբ որ Իսրայելի պաշտոնապես Աստվածը այլևս հասանելի չէր։ Ու դա շոկ էր հրեաների համար։ Հիմա պատկերացրեք, Հիսուսը եկել է, խոսում է հրեաների հետ ու ասում է, որ քանդեք այս տաճարը եւ ես այն կկառուցեմ։ Ու խոսքը գնում էր այն տաճարի մասին, որ հրեաների համար կառուցում էր հեթանոս մի թագավոր Հերովդեսը, որ դեռ այն ժամանակ, երբ որ իրենք խոսում էին, երբ որ Հիսուսը քայլում էր երկրի վրա, այդ տաճարը դեռ կառուցված ավարտված չէր։ Բայց որտեղ հրեաների պատկերացմամբ ապրում էր Աստված։ Աստված վերադարձել էր ու բնակվում էր։ Ու Հիսուսը ասում է, քանդեք այս տաճարը։ Ոնց Հիսուս, դու ուզում ես, որ Աստված նորից գնա մեր մոտից, էլ չբնակվի մեր մեջ, որ քանդվի այս տաճարը ու ինքը այլևս չբնակվի, դա քո ուզածը Հիսուս։ Հիսուսը ինչ ասաց։ Ասաց տաճարից մեծ մեկն է ձեր մեջ։ Սա Ելից 25:8-ի արձագանքն է արդեն նոր իրողության մեջ, Հիսուսի բերած իրողության մեջ, երբ ներկայությունը ոչ թե կառույց էր կամ վայր էր, այլ անձ էր։ Մարդը ոչ թե կոնկրետ վայրում էր գտնելու կամ հանդիպելու Աստծուն, այլ անձի մեջ, Հիսուս Քրիստոսի մեջ։ Աստծո ու մարդու հանդիպման վայրը Հիսուսն է։ Երկրի վրա Հիսուսը սահմանափակ էր ու դրա համար ինքը գնաց երկինք ու ուղարկեց հոգին, որ այդ ներկայությունը Աստծո միայն Հրեաստանի 4 բլուրներով սահմանափակված չլիներ, այլ Աստված լիներ ամենուրեք, ոնց որ խոստացել էր Ելիցում, ու որի մասին ասում է 24 Սաղմոսում, երկիրը Տիրոջն է։ Այլևս Աստծո ներկայության ինտերնետը չի կորելու, չի կտրվելու։ Խնդիրը այդ ներկայությունը ընդունող սարքն է։ Եթե դու քեզ գիտակցաբար չես բերում այդ ներկայության մեջ, այդ ներկայությունից որևէ օգուտ չունես։ Որևէ տարբերություն չկա այդ առումով հավատացողի ու չհավատացողի միջև։ Ասում են, որ այս պատմությունը իսկական է եղել այն ժամանակ, երբ որ Եվրոպայից մեծ ծավալի ներգաղթ էր լինում Ամերիկա, դա 1920-ական, 30-ական թվականներն էր։ Մեկը Անգլիայում իր ամեն ինչը վաճառում է ու նավի տոմս է գնում, որ գնա Ամերիկայում ապրելու։ Գալիս է, նստում է այդ նավը ու այն ժամանակ ճամփորդությունը բավականին երկար էր տևում, բայց մենակ ինքը ոնց որ տեղի տոմսն ուներ, ու ամեն անգամ, երբ որ այդ բուֆետի կողքով անցնում էր, դա սոված էր, արդեն քանի օր, փորձում էր ինչ-որ ստեղից կերակուր, ընդեղից են մնացորդները եւ այլն, ու վերջի օրը, երբ որ արդեն մոտենում են ափին, այս բուֆետի խոհարարներից մեկը ասում է, ոնց է մեր ուտելիքը, մեր հյուրասիրությունը ձեզ դուր եկավ, ասում է, դե ես տենց չեմ էլ կերել, որովհետև մենակ տոմս ունեի, ասում է, բայց ողջ սնունդը տոմսի արժեքի մեջ ներառված էր։
Եթե մենք չենք օգտվում այդ ներկայությունից, ինչ օգուտ, որ այդ ներկայությունը կա իմ ու քո կյանքում, որ այդ ներկայությունը իմ ու քեզ լիովին աննկարագրելի կերպով հասանելի է, բոլորիս կյանքում կա այդ պայքարը Աստծո ներկայության համար, ու մեզ թվում է, թե հեշտ է, քանի որ ներկայությունը հասանելի է, այո, հասանելի է, բայց հենց այդ պատճառով, որ այդքան հասանելի է, մենք դա չենք գնահատում, մենք չունեցածի արժեքն ավելի են գնահատում, քան թե այն ինչ որ ունենք։ Ցավոք մենք կորցնելուց նոր արժևորում ենք մեր ունեցածը։ Մի հատ փաստ ասեմ։ Դուք նկատել եք, որ երբ որ մենք ծորակը բացում ենք ու ջուր ենք խմում, այդ բաժակը մի 5 անգամ սենց օղում թափում, նոր ենք, չէ, ջուր խմում։ Իրացիոնալ ինչ-որ բան, չգիտես ինչու ենք տենց անում։ Ու ամեն անգամ, երբ որ փորձես տենց անել, հիշի, որ Աֆրիկայի բնակչության մոտ 20%-ը, իսկ դա 300 միլիոնից ավել մարդ է, զրկված է մաքուր ու անվտանգ ջուր խմելու հնարավորությունից։ Հայաստանի բնակչության չափի մոտ 100-պատիկ մարդ նման հնարավորություն չունի։ Դա մեր զարգացած ու առաջընթաց 21-րդ դարում։ Թշնամին միշտ պատրաստ պահած ունի Աստծո ներկայության այլընտրանքը։ Ես չեմ խոսում այն գործերի հետ, որ կապված են մեր եկեղեցու, մեր աշխատանքի, մեր ընտանեկան կյանքի։ Ես խոսում եմ բոլոր այն պահերի մասին, երբ որ Աստծո ներկայության մեջ լինելու փոխարեն մենք այս շշ բաներ ենք անում։ Ցանկացած իրողություն, ցանկացած, որի ներկայության փոխարեն այլ բանի վրա է ծախսվում։ Եկեք չծայրահեղացնենք բնավ, որովհետև մենք պետք է ապրենք հագեցած էսթետիկ կյանքով, գեղեցիկով, օգտակարով լի, բայց առաջնայինը պիտի լինի Աստծո ներկայությունը։ Եթե ես ու դու փնտրենք ճիշտ բալանսը, այդ ճիշտ բալանսը գտնելու ենք։ Ինչու երբ որ կարդում ենք սաղմոսներ, ասում ենք, օ, երան ես սաղմոս երգուին, բայց ինչու մենք չլինենք այն մարդիկ, որ ոչ թե իրանց երանի կտանք, այլ կասենք, որ այո, իսկապես իմ հոգին հագենում է ամեն առավոտ քո ներկայությունից, երբ որ Տիրոջն եմ փնտրում։ Մենք այդ ներկայության մարդիկ ենք, այն ներկայության, որ Հիսուսը գործնականում ապրում էր իր կյանքում խոսքով, աղոթքով ու համայնքի իրականության մեջ։ Ինքը ծնվեց մարդկային ընտանիքում, սկզբում մի քանի հոգի աշակերտ ունեցավ, հետո այդ թիվը բազմապատկվեց։ Ինչու Հիսուսը մենակ այդ 12-ով յոլա չգնաց, որովհետև Աստված ինքը միշտ համայնք է եղել, Աստված միշտ ընտանիք է եղել։ Երբ որ գալիս ես այդ ընտանիքի մեջ, ու տեսնում ես, որ ինքը չկա, դու չկաս, նա չկա, ինքը կոտրող է։ Կարծես բան չպակասի, որ այս մարդը չեկավ, կամ ես չեկա, կամ նա չեկավ, տասնյակ, կամ չգիտեմ, փառաբանության փորձի, կամ Կիրակնորյայի, բան չի պակասում, մենք Աստծո ներկայությունը չենք կորցնում, ինքը մեր հետ է, ինքը մեր հետ լինող Աստված է, բայց ինչ-որ մի անբացատրելի բան պակասում է։ Մեր անգլիացի Մարտինի ընկերներից մեկը 2000-ականների սկզբին այցելում է Շանհայ, Չինաստանի այդ ամենաառաջատար, ամենազարգացած, ամենամեծ քաղաքներից մեկը, ու մանկատներից մեկում, որտեղ ոչ մի բանի պակաս չկար երեխաների համար, ոչ սնունդը, ոչ հագուստը, ոչ մարդկային վերաբերմունքը, ոչ հարմարությունները, հրաշալի մանկատուն էր։ Ինքը ուսումնասիրում է ու տեսնում է, որ այս երեխաները, անկախ նրանից, որ սնունդը տեղն է, խնամքը տեղն է, կրթությունը տեղն է, տեսնում է, որ այս երեխաները նորմալ չեն աճում, ճիշտ չեն զարգանում։ Ու ինքը ուսումնասիրում է ու պարզում է, որ այն երեխաները, որոնք այդ մանկատներից վերցվել են ու մեծացվել են, աճեցվել են, զարգացել են նորմալ ընտանիքներում, սովորական ընտանիքներում, այդ երեխաները ճիշտ են մեծացել։ Անկախ նրանից, որ ամեն ինչ կար ապահովված, այդ երեխան համայնքում չլինելով նորմալ չէր զարգանում։ Ու այդ մարդը հենց Չինաստանում սկսում է մի շարժում, որը կոչվում է ամեն երեխա պիտի իր ընտանիքը ունենա։ Ու դրանից հետո չինացիների մոտ մի մեծ
ցանկություն է առաջանում, որ իրենք գնան ու երեխաներին որդեգրեն։ Մարդու տեղը ոչ թե կառույցն է, այլ համայնքը։ Ու մեզնից յուրաքանչյուրից է կախված մենք այս տեղը սարքում ենք կառույց, թե մենք այս տեղը սարքում ենք համայնք ու ընտանիք։ Ամեն մեկից սա կախված։ Որտեղ մենք կմեծանանք, մեր տասնյակը կլինի ուղղակի մի հատ կառույց, որտեղ մենք ներկա բացակա ենք ստանում, թե կլինի ընտանիքը, որտեղ ես ժամ առաջ, օր առաջ ուզում եմ լինել։ Կլինի մի տեղ, որտեղ բնակվում է Աստված, որովհետև նա իրենց մեջ կբնակվի Աստվածն է։ Մենք ենք որոշում դա, սա կլինի կառույց, թե կլինի համայնք, որովհետև համայնքը այնտեղն է, որտեղ Աստված ասեց, ես այնտեղ կբնակվեմ, ես այնտեղ կիջնեմ, ես այնտեղ կնշանակեմ, կհաստատեմ, կկանխորոշեմ իմ բնակությունը իմ ժողովրդի մեջ։ Ու հիմա ինքը մեր մեջ է։ Ու մեր մեջ լինելը Աստծո պարտականությունը չի, Աստծո սրտի փափագը ու ուրախությունն է։ Ինքն ամբողջ երկրի Աստվածն է։ Ինքը ամենքի ու ամեն ինչի Աստվածն է, բայց նա մեր մեջ բնակվող Աստվածն է։ Դա է իր էությունը։ Ինքը ընտանիք է ու ինքը ընտանիքում է բնակվում, որ իրենց մեջ բնակվեմ։ Նա հիմա մեր մեջ է։ Այո, նա սարերի Աստված է, նա քեզ հետ է, երբ որ դու լավ ընթացքի մեջ ես, քայլում ես իր հետ, մոտիկ ես իրեն, լցված ես հոգով, երբ որ դու բարձունքում ես, այո, ինքը սարերի Աստված է։ Այո, նա հովիտների, ձորերի, քարանձավների, նկուղների Աստված է, երբ որ դու ցածրում ես, երբ որ ներքևում ես, երբ որ ընկած ես, խոցված ես ու չես համարձակվում իր աչքերին նայել, ինչ-որ բան չես կարողանում հաղթահարել, ինչ-որ սովորույթ չես կարողանում թողել, նա այնտեղ այդ հովտում, այդ ցածրում ինքը քո հովիտների Աստվածն է ու նա քեզ հետ է։ Ես վստահ եմ, որ բոլորիս մեջ արձագանքում է այս 27 Սաղմոսի 8-րդ խոսքը։ Իմ սիրտը քեզ ասում է քո խոսքը, փնտրեք իմ երեսը, ահա ես Տեր, ես էլ փնտրում եմ քո երեսը։ Ու եթե սա մեր բոլորի սրտի աղաղակն է, որպես համայնք, որպես ընտանիք, եկեք կանգնենք միասին։ Հիմա մեր մեջ իջած ու մեր մեջ բնակվող Աստծո առաջ։ Երեմիա 29:13-ը այսպես է ասում, այն Իսրայելին, որ թողել էր իրեն, որտեղից Աստված կարծես վերացել էր առանց տաճարի, հեթանոսների մեջ արդեն սփռված, Երեմիան այսպես էր ասում, Աստծո խոսքը իրենց, դուք կփնտրեք ինձ ու կգտնեք եւ ինձ ձեր ամբողջ սրտով փնտրեք։ Մենք Ադամի մեջ կորցրել ենք իրեն, իր ներկայությունը, բայց Հիսուսի մեջ մենք գտել ենք։ Ամբողջ սրտով, եթե փնտրեք, դուք կգտնեք ինձ։ Ինչու, որովհետև Աստված իր ներկայությունը ընծայել է ինձ ու քեզ, ինքը նվեր է տվել։ Եկեք օգտվենք այդ նվերից։